Բարի լույս իմ յութուբյան ընկերներ, այսօր եկեք տեսնենք, թե ինչպես է անցնում հայ-չինական ընտանիքի ամենասովորական օրը, եկեք այս օրը միասին ապրենք։ Հաչիմա, հաչիմա, հաչիմա Ամեն առավոտ նախաճաշելուց հետո ներարկում ենք Glextan 04, որովհետև հղիության ընթացքում իմ այրունը սկսում է գազազսպեմբերով խտանալը և դեռ որ այքա պարտադիր է։ Առաջ միայն ասպիրին էի խմում և Glextan 02 ներարկում, բայց քանի որ ինչքան հղիության ժամկետը բարձրանում է, այնքան դեղի կարիքը ավելի շատ է զգացվում։ Ինչ այլոց Հայաստանում Glextan-ը բավականին թանկ արժի, այս պահին ես գնել եմ մի ապտիկայից 2460 դրամով, բայց երեք մեր ապտեկան հարցրեցի, արդեն դարձել էր 3000, իսկ Չինաստանում ես առնում եմ մոտավորապես 700-ից 800 դրամ։ Վերջինից հետո եւս 2 ամիս պետք է շարունակենք, հետո հուսանք ամեն ինչ լավ կլինի ու էլ չենք սրսկվի վերջապես։ Ասում հղի լինել ինչ լավ բան է, չէ՞։ Պատուհանը մի քիչ բարձր է, կարած չսրբես, հայցանը կսրբի, չէ՞։ Ճանճի քաք։ Իրականում կես օրին մեր տանը այս վիճակն է լինում միշտ։ Հիմա պետք է այս աղջիկը ամաները լվանա, որից հետո հաց կպատրաստենք, արդեն չգիտենք ով կպատրաստի, ես թե Քայթյանը, հետ կորոշի չինգաչուկը։ Մոռացա ասեմ, որ ես քչում աղբերան։ Մոռացա ասեմ, որ բացի ամաները լվանալուց ես արդեն լվացք եմ արել, ձեռնայցը շավելի հոտակարի, բայց շատ եմ սիրում շավելի հոտը։ Չգիտեմ, ես հավանաբար այն եզակի մարդկանցից եմ, որ շատ սիրում է շավելի հոտը, բայց ատում եմ բենզինի հոտը։ Հիմա ինձ ասեք սիրելի հետևորդներ, դուք սիրում եք բենզինի հոտ, թե ժավելի հոտ։ Ընթացքում, որ ես զբաղված եմ մեր տան գործերով, Քայթյանը զբաղված է իր գործերով։ Ինչ անում, վիդեո մոնտաժում։ Խաղալիքները, որ թափած է գետնին, Լեո ջան, Լեո, դու ես հավաքելու, դու։ Առանց չինգաչուկի, այսօր Քայթյանն է հացարկում։ Բարև Քայթյան ջան։ Ինչ ես ուզում ասես։ Ասա, բայց մենակ մի գոռա։ Հասկացրու, մի խփի։ Տեսնենք ինչ է սարքում Քայթյանը։ Բադրջան, սոխ, միս, բիբար, Բադրջանի կլեպ, բրինձ, բրինձ, ջու, էլ ինչ կա, և հավանաբար կարտոֆիլով ժարիտ, չինական բրինձ, և Լեո տկլոր, լոգոն, սիսե, դե, այս հարցում վաղտը շատ ապերել, որովհետև միշտ չէ, բայց Քայթյանը շատ հաճախակի իր կամքով շատ համով բաներ է պատրաստում, նենց որ հաց պատրաստելուց կարամ երբեմն փախնեմ։ Այլոց Չինաստանում, չինական բոլոր ընտանիքներում, համարյա բոլոր տղամարդիկ կարողանում են շատ լավ, շատ համեղ հաց պատրաստել։ Ծմալա, ոդև քաքանի է։ Բարի կարոստը, մարնատունը։ Մեր Բարի գալուստ մեր տուն։ Մեր տուն։ Դե։ Մեր դորտունը։ Դե։ Լեոին եմ կերակրում չինական կաշա, կուկուրուզով և կորեկով։ Մինչ այդ ինքը նայում է Մաշա, որովհետև խելոք չի մնում ընդհանրապես ուտելուց։ Համայլը նայում է, էլի ինքը տենց շատ լավ չի նայում, դրա համար ես շատ չեմ անհանգստանում։
ուտենք, պրծենք, հետո նոր քնենք։ Լեոն մենակ ձվի սպիտակուցներն ա ուտում, այս սենց։ Դեղնուցները չի ուտում։ Մենք որ Չինաստանից եկանք 2 ամիս առաջ, Լեոն 12.5 կիլոգրամ էր, իսկ հիմա ինքը 11.900 գրամ է, ու հերիք չի, քաշ չի հավաքել այս ընթացքում, նաև նիհարել ա։ Չգիտեմ, այդ եղանակից ա, որ շոկ ա, հետո ինքը մի բան հիվանդացավ, ճիշտ է տակություն բան չուներ, բայց փխսումներ ուներ մի 2 օր, գուցե դրանից էլ նիհարավ, հետո ախոժակը փակվել էր, ընդհանրապես չէր ուտում, հիմա նոր վերականգնվել է, սկսել է արդեն ուտելը։ Հուսանք այս մի քանի օր հետո էլ արդեն կսկսի նաև ուրիշ ճաշիկներ ուտել, որովհետև այս պահի դրությամբ մենակ կաշա, մեկ էլ կաթնամթերք, յուրաքանչյուր կաթնամթերք, կաց, սմետան, մածուն, քամած մածուն, ամեն ինչ ուտում է, յոգուրտ, պանիր, կարագ, բայց մնացած ուտելիքները, մանավանդ բանջարեղեն շատ քիչ ա ուտում, միշտ շատ լավ ուտում ա։ Հուսանք կհարմարվի Հայաստանի ուտելիքին ու կսկսի լավ քաշ հավաքելը։ Չնայած ես իրա քաշից տեսքից դժգոհ չեմ, բավականին սենց առույգ տեսք ունի, բայց քանի որ մեր Միլան 20 կիլոգրամ ա իրա 4 տարեկան հասակում, Լեոն ընդամենը 11 ու մի քիչ ոնց որ անարդար ա։ Մինչ Քայթյանը հաց է սարքում, ես անում եմ ձեռքով լվացք, որովհետև նորածնի համար նախատեսված շորերը չեմ ուզում առայժմ մեքենա գցել։ Մամա ջան, գնդակս։ Ինչ ունենք, բրինձ, տավարիմիս սոխով, բիբարով, բադրջան, բիբար, պամիդոր, կարտոֆիլով ժարիտ, ու այս ամեն ինչը ինքն ա պատրաստել։ Սիսե լոգո։ Այստեղ Լեոյին պատրաստում եմ ցերեկվա քնին և մեր օրը կիսատ է մնում, քանի որ ես էլ եմ իրա հետ քնում ու արթնանալուց հետո մոռանում եմ, որ պետք է վիդեո նկարեմ։